Այո։ Իմաստունների խաղը, իմաստունների լեզվով թեմայում խաղում ենք Էդմոն Մարտիրոսյանի հետ։ 1963 թվականին հենց նա ընդհատեց Միխայել Բոտվիննիկի 15-ամյա հեգեմոնիան եւ դարձավ աշխարհի 9-րդ չեմպիոնը։ Անցանք։ Տիգրան Պետրոսյան, աշխարհի չեմպիոնի կոչման համար այդ մրցամարտը Ֆիդեի նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսն ընդհատեց 48 պարտիայից հետո։ Մեկ տարի անց կայացավ նոր մրցամարտը, որտեղ վերջապես պարզվեց աշխարհի նոր չեմպիոնը։ Ովքեր էին այդ ժամանակ մրցում միմյանց հետ աշխարհի թագի համար։ Անցանք։ Անատոլի Կարպովն ու Գարի Կասպարովը։ Ինչպես է կոչվում շախմատային գլխավոր անհատական մրցանակը, որը 1967-ից 88 ոչ շախմատային Օսկար։ Ինչպես է շախմատում կոչվում իրավիճակը, երբ շախմատիստի հաջորդ քայլը կբերի պարտության կամ դիրքի ակնհայտ վատթարացման։ Շախ։ Ոչ ցուկցվանք, նա համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող է, ռապիդի եւ բլիցի աշխարհի չեմպիոն, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող։ Ոչ Լևոն Արոնյանը շտապել պետք չէ, ինչպես է անցած դարի 80-90-ական թվականներին տղամարդկանց հետ հավասար պայքար մղող Հունգարուհի Ժուժա Սոֆիա եւ Հուդիտ քույրերի ազգանունը։ Փաս։ Կարող եմ հուշել։ Ոչ 1995-ից 2018 թվականներին Ռուսաստանցի այդ քաղաքական գործիչը ռեկորդային 23 տարի գլխավորեց Ֆիդեն։ Սա վերջին հարցն էր, որը հասցրի ընթերցել, իսկ ճիշտ պատասխանը Էդմոնը գիտի թե չի։ Չգիտի։ Դու չպատասխանեցիր ոչ մի հարցի, ավելի ճիշտ չպատասխանեցիր ոչ մի հարցի։